գան խոսակցության։ Իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա եւ բովանդակային, ոչ թե գասի, դավաճան ուզես, չի կարող գա բովանդակային զրույց վարի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ իրականության մեջ բանավիճի, բովանդակային կարողանալու է բավարարիչի, Սերժ Սարգսյանն է կարողանալու։ Թե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու, գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի եւ դուք կհասկանաք թե ինքը ինչ նկատի ունի։ Այդ սաղին լավ ճանաչում ենք։ Հաղթած նախագահներին ինչու չպետք է կարողանան բանավիճել։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի ուզում հասկանալ։ Այսինքն թե թող այդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող գան։ Վարչապետը երեք ասեց, մեկը ասել է թող գան, Աշոտյանը ում էր հրավիրը բանավեճը, բայց Աշոտյանի ու վարչապետի լեվելները չեք նկատում, որ տավի երկրի ղեկավար, ես էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի, լեվելների տարբերություն գոյություն ունի, քաղաքական կշռի, ով իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել եւ երկրի ազգային ժողովի նախագահն եմ։ Իհարկե քաղաքական լեվելով իրանք բարձր են միանշանակ։ Ի վերջո ով էր երեք ցուցում տվել խոչընդոտել։ Ես նման ցուցում չեմ տվել եւ ես այսօր ՊՏՑ-ի աշխատակիցների հետ զրուցել եմ, որ նման բան այլևս չկրկնվի եւ պետք է ասեմ, որ իրենց էլ մեղադրելի չի, որովհետեւ ըստ գործող կանոնակարգի ներս անցկացնել չէր կարելի որևիցե պաստառ եւ իրանց արձագանքելու պատճառը նաև դա է եղել եւ ես այսօր նաև իրենց հետ քննարկել եմ, որ մենք փոփոխություններ իրականացնենք, որպեսզի նման արգելք չլինի եւ եթե վիրավորանք չի պարունակում կամ սպառնալիք ակնհայտ չկա, որպեսզի որևիցե ձևով չմիջամտեն ու ես համարում եմ, որ պետք չէ երեք նման ձևով արձագանքել մի քիչ ավել էր, քան պետք էր։ Անսիմոնյան, ես քիչ առաջ զրուցում էի Գեղամ Մանուկյանի հետ եւ խոսելով հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մասին, նա ասաց, որ իշխանությունները վախենում են, որ Գյումրիում պարտվելու են, այդ պատճառով են այդ տեսակ բաներ անում, ինքը չի հավատում այդ հայտարարություններին եւ կարծում է, որ դա քաղաքական հետապնդում է դիմադի տեխնոլոգիաների։ Մի 15-20 րոպե հարցազրույցը հետ տվեք, պատասխանը վերսեք դրեք։